եւ դիմում բողոքների ընթացքում եւ դիմում բողոքների հիմքով եւ ստուգումների տարեկան ծրագրով իրականացված ստուգումների ընթացքում, երբ որ արձանագրվում են խախտումներ, այդ խախտումները վերացնելու նպատակով տրվում են կարգադրագրեր։ Կարգադրագրերով հստակ խախտումները վերացնելու համար ժամկետներ են սահմանվում եւ եթե գործատուները սահմանված ժամկետում խախտումները չեն վերացնում կամ այդ մասով տեղեկատվություն չեն ներկայացնում, ապա տեսչական մարմինը կարգադրագրի պահանջները կատարելու նպատակով նորից վերահսկողություն իրականացնում եւ եթե ստուգումների արդյունքում տրված կարգադրագրի պահանջները պարզվում է, որ չեն կատարել, ապա այս դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով հստակ պատասխանատվության միջոց է սահմանված 300,000 դրամի չափով տուգանք։ Իսկ վարչական վարույթների արդյունքում տրված կարգադրագրի պահանջները չկատարելու դեպքում տեսչական մարմինը իրավասություն ունի հարկադրանքի միջոց կիրառելու։ Ընդ որում հենց օրենքով այդ վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին օրենքով հստակ սահմանված է, որ հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել այնքան ժամանակ, մինչև ի կատար ասվի կարգադրագրի պահանջը։ Օրենքով հարկադրանքի միջոցի չափը տատանվում է 50-ից 500,000 դրամի սահմաններում ու կախված նրանից, թե ինչպիսի առաջադրանք է տրվել, տուգանքը կիրառվում է, հարկադրանքի միջոցը կիրառվում է հաշվի առնելով կարգադրագրով տրված առաջադրանքի ծավալը։